Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն 14-րդի հետ։ Նորին Սրբությունը զրույցում ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները, հատկապես կարևորելով Վատիկանի մխիթարյան միաբանության դերը այդ կապերի խորացման գործում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա գործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին, իշահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման։ Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում էր, որտեղ մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը։ Հանդիպման շրջանակում կայացած Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ Առաջին անգամ Եվրամիության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, նաև Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները հավաքվել են մեկ վայրում քննարկելու միջտարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության կարևոր հարցեր։ Արարատ Միրզոյանը ևս Լյուքսեմբուրգում է։ ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ընդգծել խաղաղությունը թույլ կտա ընդլայնել հաղորդակցությունները թրիփուղու կյանքի կոչման միջոցով։ Հայաստանի համար առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում փոխկապակցվածությունը ռազմավարական առաջնահերթություն է, ոչ միայն տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև դիմակայունության ամրապնդման գործիք, իր ելույթում նշել է Արարատ Միրզոյանը։ Թրիփ ուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս առանցքային բաղադրիչ է։ Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը Հայաստանի ու Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին կարող է դառնալ միջին միջանցք նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև։ Միրզոյանը հստակեցրել է փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Հայաստանը հանձնառու է կառուցել նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թվայնացմանը, այն դիտարկելով որպես առևտրի կառավարման և նորարարության հիմնական խթանող ուժ։ Թվային առևտրային միջանցքների ամրապնդումը, սահմանային տվյալների հոսքերի կատարելագործումը և թվային համակարգերի փոխգործունակության ընդլայնումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաներ ձևավորելու և ավելի սահուն լոգիստիկա ապահովելու համար։ Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի, խաղաղության և բարգավաճման խաչմերուկի, հայտարարել է արտգործնախարարը և վստահեցրել, կառավարությունը պատրաստ է օգտակար լինել և գործընկերներին, և հարևաններին։ Մինչև նախարարական հանդիպումը Միրզոյանը առանձնազրույցներ է ունեցել Մոլդովայի, Հունաստանի, նաև Լիտվայի արտգործնախարարների հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ընդլայնման հնարավորություններին։ Եվրամիությանն ինտեգրման հարցերը քննարկման առանցքում են եղել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպման ընթացքում։ Եվ Միրզոյանը, և Կալասը ընդգծել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է էապես նպաստել տնտեսական և տրանսպորտային ոլորտներում փոխկապակցվածությանը։ Սուրեն Պապիկյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը, այնուհետև կայացել է Պապիկյանի և Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան գործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերի ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության առնչվող մի շարք հարցեր։ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Լեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նախկինում, հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահի խոսքով առաջին նման տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել և վերջին ռազմական բախումներից ընդամենը 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկիրն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ է ցուցաբերել, ասել է Ալիևը։
Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան, Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստանը ներմուծվում հացահատիկ։ Թբիլիսիում մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի ելույթի կարևոր շեշտադրումները ներկայացվող տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր հրավիրված մասնակցելու մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Հայաստանն ու Վրաստանը ակտիվ երկխոսում են, ընդգծել են երկու երկրների ղեկավարները։ Փաշինյանի եւ Կոբախիձեի առանձնազրույցի քննարկման առանցքում է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման թեման։ Կոբախիձեն կրկին ողջունել է խաղաղության հաստատման փաստը եւ վստահություն հայտնել այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան, Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ելույթում։ Այս գործարքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել նաեւ Ղազախստանի նախագահին եւ Վրաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած երկխոսության արդյունքում սահմանի բացումը կարող է հնարավոր դառնալ։ Մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղի նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Վարչապետը վստահեցրել է, տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախճեվան, ինչպես նաեւ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip-Route ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով միջազգային հետաքրքրությունը կենտրոնացված է Հարավային Կովկասի վրա։ Ստեղծված հնարավորությունը կապիտալ է, որը Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ճիշտ օգտագործեն։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Trip-Route նախագիծը, Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու, մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։ Ստեղծված պատմական շանսը ճիշտ օգտագործելու դեպքում Նիկոլ Փաշինյանը վստահ է կարող են ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ եւ զարգացող Հարավային Կովկաս։ Շարունակում ենք թողարկումը։ Բաղդատաշենի անցակետի մոտ շուրջ 250 բեռնատար էր կուտակվել։ Բեռնատարների հայ վարորդները, որոնք պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում, փակել էին նաև Հայաստան-Վրաստան սահմանի Բաղդատաշեն, Դավրա եւ Գոգաբան անցակետեր տանող ճանապարհները։ Հայաստանի կառավարությունը խնդրի լուծում տալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։ Գևորգ Պապույանը ազգային ժողովի նիստում մանրամասներ է հայտնել գործընթացից։ Շատ հայ վարորդներ հավաքվել են Բաղդատաշենի անցակետում, ավելի կոնկրետ նոյեմբերյան այրում Խաչմերուկում, փորձում ենք բարձրաձայնել մեր խնդրի մասին։ Հայաստանի կառավարությունը առաջարկով պաշտոնապես դիմել է Ռուսաստանի կառավարությանը, որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու 90 օրվա ժամկետը փոխարինվի 180 օրով 1 տարվա ընթացքում։
Այս մասին խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բեռնատարների վարորդների ակցիաներին։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության դիմաց։ Երեկ էլ փակել էին Բավրայի, Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։ Հայաստանցի վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, քանի որ շատ ժամանակ ուղղակի ստիպված են լինում օրերով կանգնել Լարսում առաջացող հերթերի մեջ։ Եթե Ռուսաստանը տարվա մեջ 90 օր է թույլատրում մեզ գտնվել այնտեղ, ապա մենք էլ թույլ չենք տա, որ օտարերկրյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի, հայտարարում են ակցիայի մասնակիցները։ Այդ 90 օրը փաստորեն գալիս է, որ մենք տարվա մեջ կարանք ընդամենը անենք, եթե հերթեր եղավ, հիմա էլ ձմեռը, սարը ձուն եղավ, մենք պետք է մնանք ընդ կանգնած։ Դա արդեն մեր այդ 90 օրից դուրս է գալի։ Այդ 90 օրն էլ լրացավ, մեզի բռնում փակում են։ Դեպորտի կարգի էլ չեն թողում, մտնենք մենք Ռուսաստան։ Պապոյանը վստահեցնում է, իրենք չեն հապաղել եւ Ռուսաստանին դիմել են ոչ թե բողոքի ակցիաներից հետո, այլ երբ Ռուսաստանի կառավարության որոշումը ուժի մեջ է մտել։ Այն փուլում, երբ որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը այդ օրը, երբ որ իմպլեմենտացիան, այսինքն մտցրել է գործողության մեջ, մենք այդ ժամանակ արդեն սկսել ենք աշխատել գործընկերների հետ եւ առաջին նամակը ուղարկել ենք, այնուհետև տեղի է ունեցել ուղիղ բանակցություններ, այնուհետև ստացել ենք արձագանք, որից հետո նաև ունենք տեղեկություն, որ արդեն նախագիծ է, այսինքն որ ստացել ենք արձագանք, որ հասկանում ենք խնդրեմը եւ կփորձենք լուծենք եւ այնուհետև ստացել ենք տեղեկատվություն, որ ուրեմն որոշակի process այնտեղ սկսվել, այսինքն նախագիծը մշակվում է, ներքին շրջանառության մեջ է։ Նախարարը վստահեցնում է, հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստի օրակարգում, իսկ նիստից հետո կլինեն ժամկետների հետ կապված հստակեցումներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզայցի ընթացքում տեսակցել է հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց։ Ուսումնասիրվել է նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ հանդիպման էր զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրներ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ գործակցությունը, ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում իրականացվել է այց ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ՀՈՎԳ, ՄՈՒՇ-ի, Բաշնի ձերբակալվածների պահման վայր։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդատվական է եւ հրապարակման ենթակա չէ։ Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Հաճախ եմ մարզեր այցելում եւ հիմնական նպատակը քաղաքացիների հետ անձամբ շփվելն է, նրանց խնդիրները անձամբ տեսնելն է, քանի որ մի բան է, որ գրասենյակում նստած պարզապես կարդում ես մարդկանց հարցերի, խնդիրների մասին, մեկ այլ բան է, երբ ինքդ տեղում ես տեսնում այն խնդիրները, որոնք ուզում են քաղաքացիներին եւ նաեւ տեսնում ես հենց քաղաքացիներին իրենց խնդիրների հետ այն միջավայրում, որտեղ իրենք ապրում են, եւ դա է պատճառը, որ մարզեր չափազանց հաճախ եմ այցելում։ Վաղուց նախատեսել էի այց ունենալ նաև Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր եւ այսօրվա մեր ամասյա հետո Աշոտք կատարվելիք այցը հենց նպատակ ունի այս բնակավայրերում, այս համայնքներում խնդիրներին ծանոթանալը։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ գործակցությունը, ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։ Թեև բնակավայրերի մեծ մասում եւս այս պահին աշխատանքներ իրականացվում են հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու համար, բայց մի շարք բնակավայրերում կամ բնակավայրերի միջև կապը ապահովելու համար հանրային տրանսպորտ չկա եւ իրապես անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին։
Շատ կարևոր է զբաղվածության հետ կապված խնդիրը, որը հատկապես տարբեր բնակավայրերում, հատկապես նաև գյուղական բնակավայրերում, սահմանամերձ բնակավայրերում անընդհատ են արձանագրում, ինչի պատճառով շատ դեպքերում քաղաքացիները պարզապես լքում են իրենց բնակավայրերը եւ պետությունը եւ բոլոր իրավասու մարմինները իրապես շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն քաղաքացիների զբաղվածության խնդիրները լուծելու հարցերին։ Այցի շրջանակներում պաշտպանն այցելել է Ամասիա եւ Աշոց քամայնքներ։ Ամասիայում տեղի ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համայնքային մակարդակում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Ամասիայում պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն եւ գրադարան, տեղում ծանոթանալով դրանց գործունեությանն ու պայմաններին։ Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա եւ Աշոց քամայնքի բնակիչների, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային եւ սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, նաեւ պետական եւ համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։ Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, Աշոցքում ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր։ Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ գործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար եւ հարգալից հասարակություն կառուցելու համար, նշել է Անահիտ Մանասյանը։ Բավականին մեծ քանակությամբ դիմումներ ենք ստանում, այդ թվում Գյումրիից հիմնական հարցերը սոցիալ-տնտեսական, բնակարանային ապահովության բնակավարներին են վերաբերում, շատ նաև հասկանալի պատճառներով, այդ թվում աղետի գոտի լինելու եւ այլ հանգամանքներով պայմանավորված, բայց բնականաբար շատ կարևոր է նկատի ունենալ, որ Գյումրիում մենք ունենք նաև խնամքի, երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ, հաստատություններ եւ այս առումով էլ թե իմ այցերն են բավականին հաճախ տեղի ունենում, թե նաև մենք այս առումով տարբեր դիմումներ, բողոքներ հնդածը ստանում ենք։ Մարդու իրավունքների պաշտպանի Հայաստանի մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ եւ նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել առկա խնդիրներն ու խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։ Այցի արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Անդրադառնանք այլ թեմաների Տիգրան Գաբրելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։ Նիստում անդրադարձ է կատարվել Երևան ավտոբուսի, էլեկտրատրանսպորտի եւ մետրոպոլիտենի աշխատանքներին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նաեւ Արզումանյան 10 եւ 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին, նշելով, որ չնայած Երևանի քաղաքապետարանը այն իրականացնելու ուղղակի պարտավորություն չունի, սակայն դա անում է բնակիչների անվտանգությունը ապահովելու նպատակով։ Առաջին անգամն է, որ Երևան ավտոբուսը, էլեկտրատրանսպորտը եւ մետրոպոլիտենն իրենց պլանավորած աշխատակազմերը դուրս են բերել 100%-ով։ Այս մասին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտարարեց Տիգրան Ավինյանը։ Այնուհետև օրակարգային հարցերին անդրադառնալով քաղաքապետը նշեց, որ լավ նորություն ունի։ Բոլոր դատական ատյաններն անցնելով վերջապես կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվեց քաղաքին։ Պարոն Բեգոյան, պարոն Պետոյան, նախ եւ առաջ եկեք սկսենք մաքրման աշխատանքները այնտեղ, բոլոր հնարավոր պոտենցիալ, այսպես ասած, առաջին քայլերը, որոնք որ պետք է արվեն, մենք կարող ենք սկսել եւ նաեւ սկսենք դիտարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք որ ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման եւ մնացյալ ամենի, երևի թե հենց այս շաբաթ մի քննարկում իրականացնենք եւ շարժվենք առաջ, կարծում եմ կարևոր հատված է եւ մեր ամենակարևոր այգիներից մեկն էր, որը գտնվում էր շատ վատ վիճակում եւ շատ ուրախ եմ, որ վերջապես իրավական բոլոր հարցերը լուծվել են։ Ավինյանն անդրադարձավ նաեւ Արզումանյան 10 եւ 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։ Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի պարտավորություն չունի, սակայն ծրագիրն իրականացվում է բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ըստ նրա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակարաններն ու հասարակական տարածքներն արժեն 0 դրամ, քանի որ դրանք փլուզման վտանգի տակ են։ Ավինյանը հիշեցրեց, քաղաքապետարանն առաջարկել բնակիչներին վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակում այդ հասցեներում կկառուցվի նոր շենք եւ բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով։ Այսինքն 0 դրամը պետք է դառնար բնակարան։
Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն։ Ավինյանը հստակեցրեց, իրեն չի հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառը, լինի դա տեխնիկական, թե այլ բնույթի։ Նա ընդգծեց, բնակիչները հնարավոր է չեն գիտակցում փլուզման վտանգը։ Լավ, վերջը ինչ է լինելու, այսինքն ինչ են պատկերացնում, որ այդ ձգձգումներով ինչ պետք է անենք։ Մոտավորապես էլի դրա վերջը ինչ է։ Ասեմ ինչ է դրա վերջը։ Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են։ Ուղղակի փլվելու են։ Ու պատասխանատվությունը այո, առաջին հերթին լինելու է նրանց վրա, ովքեր որ ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը։ Թող բոլորը sense պարզ շիտակ իմանան։ Երևանի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են։ Քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել է նաև 384 կանգառասրահի տեղադրման մրցույթային ընթացակարգ։ Հաջորդիվ քաղաքապետը հայտնեց, որ մյուս տարվա համար 300 միլիոն դրամ հատկացրել են հրատապ կոմունալ բյուջեի համար, որպեսզի կարողանան հրատապություն պահանջող խնդիրներ լուծել։ Պատճառն օրինակ կոյուղիներում շաբաթական 400 վթարներն են, որոնք այսպես ասած տեղ չունեն։ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը, որը մեկտեղել է ավելի քան 47 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Հայաստանը համաժողովում ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, օրակարգում են թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության հիմնախնդիրները, ռազմավարությունների մշակման եւ իրագործման մեխանիզմները։ Երևանը դարձել է եվրոպական մեդիա քաղաքականության կենտրոնը։ Հոկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի ԵՊՐԱ 62-րդ տարեկան համաժողովը, որը միավորել է 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչների։ Համաժողովը կազմակերպել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Մարտահրավերները բոլորս գիտենք, դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական, քանի որ մենք մեծ մասնագիտական բազա չունենք այստեղ, մեր ամենահիմնական աղբյուրը սովորելու օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, աշխատելու այնպես, որպեսզի կարողանանք բալանսավորենք եւ խոսքի ազատության իրավունքը, եւ մարդկանց պաշտպանության վատ ինֆորմացիայից, այս ամենը մեզ սովորացնում են այսպիսի հավաքները եւ մենք ուրախ ենք, որ այս անգամ մենք Երևանում ենք հավաքվել։ Երկօրյա այս խոշոր միջոցառման օրակարգի առանցքում են երկու հիմնական թեմա՝ թվային միջավայրում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման եւ պաշտպանության ռազմավարությունները, կարգավորող մարմինների արդյունավետ քաղաքականության մշակման եւ իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող մեդիա դաշտում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն փոխանակելու փորձը, այլև ձևավորելու համընդհանուր մոտեցումներ հիմնված ժողովրդավարության եւ խոսքի ազատության արժեքների, նաեւ հասարակական վստահության ամրապնդման վրա։ Աշխարհում ոչ մեկ չգիտի որտեղ է սահմանը խոսքի ազատության եւ խոսքի ազատության չարաշահման, եւ այստեղ շատ կարեւոր է կոնսենսուսը, փոխհամաձայնությունը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև ի վերջո ինչը համարել խոսքի ազատության սահմանափակում եւ ինչը համարել խոսքի ազատության չարահաշահման դրսևորումներ։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը ստեղծվել է 1995 թվականին նպատակ ունենալով միավորել եվրոպական երկրների մեդիա կարգավորող մարմիններին եւ ապահովել գործակցություն մեդիա քաղաքականության ձևավորման, փորձի փոխանակման եւ համադրված կարգավորման ուղղությամբ։ Այսօր հարթակը միավորում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրները իբրև մեդիա անկախության, բազմազանության եւ ժողովրդավարության պահպանման խոշորագույն կառույց։ Եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալացողական բովանդակություն տարածող on-line հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան, եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, ատելության խոսքի հենց այդ հարթակներից է, եթե նկատել եք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, կաբելային ցանցերում կամ
հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները նրանք գործում են օրենքին համապատասխան եւ բացարձակ ազատություն ունելով քաղաքական այնուամենայնիվ կարմիր գծերը չեն խախտում եւ աշխատում են նպաստ հասարակության, նպաստ թափանցիկության, նպաստ բազմակարծության։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի նախագահն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ընդգծելով, որ Հայաստանի ընտրությունը որպես հյուրընկալող երկիր պատահական չէ։ Եբրայի գաղափարն այն է, որ մեկ հարկի տակ են հավաքվում եվրոպական բոլոր կարգավորող մարմինները։ Թեև մենք հետազոտություններ չենք անում, սակայն կարգավորող մարմինների ռազմավարական լուծումներ ենք քննարկում եւ առաջարկում։ Ես գիտեմ, որ միջազգային բազմաթիվ ընկերություններ կան, որոնք գործակցում են Հայաստանում գործող ինստիտուտների հետ։ Այս համատեքստում 3 Երևանում տեղի ունեցել մեդիա օնորշիփը, որն իհարկե Հայաստանի համար այս ոլորտում եւս մեծ քայլ է։ Մենք ուրախ ենք, որ գտնվում ենք Հայաստանում եւ շնորհակալ ենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որ մեզ հյուրընկալեց։ Հուսով ենք, որ շատ արդյունավետ քննարկում կունենանք։ Համաժողովին մասնակցում են նաև Եվրոպական հանձնաժողովի, ԵՀԿ-ի, ԵՄ խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ։ Նրանք պատրաստվում են ներկայացնել զեկույցներ արհեստական բանականության, թվային պլատֆորմների վերահսկման եւ մեդիա դաշտում ալգորիթմների թափանցիկության վերաբերյալ։ Իդեպ Երևանում է նաև հարևան Թուրքիայի բավականին ներկայացուցչական պատվիրակությունը։ Թուրքիայում կարգավորող մարմինը ինքը հզոր կարգավորող մարմին է, շատ մեծագույն լիազորություններով եւ երեկեկան մենք բավականին երկար արդեն զրուցեցինք եւ ձեզ մի զարմանալի բան ասեմ, առավոտյան եկել էին Ստամբուլից եւ առաջի հերթին գիտեք ինչ են արել, մեքենային վարձել, երեկոյան մեզ պատմեցին եւ գնացել են Գեղարդ։ Եվ ֆանտաստիկ տպավորություններով վերադարձել էին, այսինքն մենք բավականին զրուցեցինք եւ Թուրքիայի կարգավորող մարմինի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Հայաստանը կարգավորող մարմինների եվրոպական հարթակի անդամ է 2010 թվականից եւ այս տարի հյուրընկալում է հարթակի նիստը։ Համաժողովը դիտարկվում է նաեւ որպես հնարավորություն ներկայացնելու մեր երկրի առաջընթացը մեդիա ոլորտի բարեփոխումների եւ եվրոպական ստանդարտներին ինտեգրման ճանապարհին։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։